Բարև ձեզ սիրելի հետևորդներ, MRT կլինիկի նախաձեռնությամբ մենք մեկնարկում ենք MRT podcast շարքը եւ այն կվարենք մենք Շուշանիկ Գրիգորյանը Եվ Մերի Թալանյան։ Okay, բարև Շուշանիկ։ Բարև Մերի։ Կարճ ներկայացնեմ Բուժկուի Շուշանիկին։ Ինքը իմ գործընկերուհին է, արդեն երկար տարիներ։ Մենք սկսել ենք իրար հետ արդինատուրայից, հա, արդինատուրայի առաջին կուրսից։ Մի անգամից իրար հավանել ենք եւ մինչև օրս էլ հավանում ենք։ Եվ միասին աշխատում ենք Արդեն երկար տարիներ, ոնց որ ու տենց նախատեսում ենք ամբողջ կյանք էլ իրար հետ լինել։ Դե արի մի քիչ ներկայացնենք մեր մասնագիտականի մասին, ինչ բժշկու ես դու Շուշանիկ Գրիգորյան ջան։ Ես MRT-ի բժշկուհի եմ։ Այսպես ասած, MRT-շնիկ։ Ոչ, իրականում մասնագիտությունը կոչվում է ճառագայթաբան, ճառագայթային ախտորոշման մասնագետ։ Մենք կոնկրետ ես ու Մերին զբաղվում ենք աշխատում ենք MRT սարքի հետ, զբաղվում ենք։ Մենք ճառագայթաբաններ ենք, ավարտել ենք Երևանի Պետական Բժշկական Համալսարանը, 9 տարի սովորել ենք եւ հիմա արդեն իսկ որորդ տարին է մեր մասնագիտական գործունեության։ 6-7-րդ տարին է հեսա դառնում։ MRT-ի մասնագետներ ենք։ Ժողովրդական լեզվով ասած յամեր։ Ուրեմն ասեմ, որ յամերը եւ MRT-ն նույն բաներն են, ուղղակի հապավումներ են, այսինքն մինչև որոշ ժամանակ MRT-ն անվանվում էր յադերնոմագնիտная տոմոգրաֆիա, որը մի քիչ վախենալու անուն էր, եւ հետո այն վերանվանվեց եւ դարձավ մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիա, այսինքն MRT-ն ու հայերենով դա կլինի շերտագրում, MRՇ։ Արի մի հատ հասկանանք ինչ է նշանակում MRT հետազոտություն։ MRT հետազոտությունը դա պատկերների ստացումն է մագնիսական դաշտի օգնությամբ։ Մենք չենք MRT հետազոտությունը չի օգտագործում ճառագայթներ, ինչպիսին օրինակ կատե եւ ռենտգեն հետազոտությունն է եւ անվտանգ է օրգանիզմի համար։ Դա շատ կարևոր բան է, որովհետեւ երբեմն մարդիկ մտածում են, որ ճառագայթը ավելով ճառագայթվում եւ այլն, բայց այդպեսի բան չկա։ Բայց ես ինչ որտեղ տեսել եմ, որ հակառակը մագնիսական դաշտը մկանների տուր գորը լավացնում է, չգիտեմ ինչքանով է դա հետազոտված, բայց մի բան է օգուտ է։ Որ մարդը մեջքի ցավով մտնում է, պարկում է սեղանը տաքացնում է, դուրս է գալիս, ասում է, «Էս ինչ լավ էր, անցավ մեջքից ցավը, էլի մկանները տաքանում են, ձգվածությունը ասում է, հա, մեկ-մեկ բուժիչ MRT ենք անում»։ Ինչ հետազոտություններ եք անում ամեն օր, ինչի հետ ենք աշխատում եւ ձեր աշխատանքի մասին։ Okay, դե նայ, մենք աշխատում ենք ամբողջ օրգանիզմի հետ, բայց հիմնականում թիրախավորվում է նյարդային համակարգը, ուռուցքների հայտնաբերման, փուլավորման համար է MRT շատ նպատակահարմար, կապանաջլային համակարգի գնահատման համար է կարևոր։ Հիմնականում օրինակ գալիս են գլուխ եւ ողնաշար հետազոտելու։ Շուշանիկ, հիշում ես օրինակ այն օրը դեպք եղավ, մարդ էր եկել հասարակ գլխացավով։ Ուզում եմ պատմես, թե ինչ հայտնաբերեցիր էլի դու այդ մարդը։ Հա, իհարկե, մենք երբեմն առնչվում ենք այնպիսի դեպքերի հետ, երբ ուղղակի մարդիկ սովորական գլխացավ են ունենում, գալիս են հետազոտվելու եւ ցավոք ինչ որ գոյացություն ենք հայտնաբերում։ Տվյալ դեպքում իհարկե շատ ավելի լավ էր, որ կոպիտ ասած վաղ փուլերում ենք հայտնաբերել այդ տեղամասը, բայց ամեն դեպքում դրա հետ էլ ենք գործ ունենում։ Ամեն դեպքում ժողովուրդ ջան, ամեն անգամ չի էլի, որ մարդը գլխացավով գալիս է, պետք է ինչ-որ վատ բան հայտնաբերենք։ Հիմնականում գլխացավի դեպքում երբ են գալիս MRT-ի, պատմի երբ են գալիս MRT-ի մարդիկ։ MRT-ի գալիս են, երբ որ նյարդաբանն է նշանակում, կամ շատ ժամանակ մարդիկ իրանք են ուզում գալ անցնել MRT հետազոտություն իրանց ապահովության համար։ Բայց ամեն դեպքում ճիշտ է, երբ որ ըստ նշանակման կան, չէ՞, այո, ցանկացած պարագայում ես միշտ կողմ եմ, որ նյարդաբանը ցուցում է նշանակում, այսինքն սովորական մարդն էլ կարա ցանկացած բան գա անցնի առանց ինչ որ նյարդաբանի ուղղորդման։ Ուղղակի նյարդաբանը ավելի ճիշտ հատված կարող է ձեզ ուղղորդել։ Օրինակ, եթե դուք ջիմում պարապում եք ու 2 շաբաթ պարապելուց հետո ձեր մեջքը ցավում է, պետք չի միանգամից գալ MRT-ի, պետք է մի հատ գնալ համապատասխան մասնագետի մոտ եւ մասնագետը ըստ ցուցման ձեզ կասի կոնկրետ որ հատվածի MRT-է ձեզ պետք, կոնկրետ որ հատվածում, եթե չգիտեմ, ճողվածքի կասկած է կամ ինչ-որ բորբոքային խնդրի կասկած է, կոնկրետ որ հատվածը պետք է MRT անել, որովհետև MRT-ն որպես այդպիսի անում են հատված առ հատված, օրինակ մերի
Ինչքան է լինում, որ մարդիկ ուղակի մտնեն, ասեն ինձ ոտից գլուխ MRT արեք։ Միշտ ասում են ոտից գլուխ MRT անենք, իմիջիալոց այդ ծառայությունը կա MRT կլինիկում, այսինքն կարող եք անցնել ամբողջ մարմնի MRT հետազոտություն, թեկուզ օրինակ ուռուցքների սկրինինգի համար, բայց շատ ժամանակ MRT-ն թիրախավորում է հենց մեկ օրգան համակարգ եւ շատ ցանկալի է որ հստակ մեկ բժիշկ նշանակի այդ հետազոտությունը, օրինակ գալիս են մարդիկ եւ ասում են ձերքս ցավում է, եկեք ձերքս MRT անենք։ Շատ ժամանակ ձերքի ցավը դա պարանոցային հատվածում ճողվածքի նշան կարող է լինել եւ մեծամասնությամբ այդ հիվանդները ունենում են պարանոցային հատվածի ճողվածք կամ օրինակ, չգիտեմ, հոդի հետ կապված խնդիր կարող է լինել։ Դրա համար խիստ խորհուրդ մեր կողմից, եթե դուք ուզում եք անցնել MRT հետազոտություն, նախապես մոտեցեք ուղեգրող բժիշկին, այսինքն կլինիցիստին, ինքը ավելի հստակ ձեզ կասի, թե որ հատվածն է պետք։ Ընդհանրապես կարող է ձեռքի ցավի ժամանակ կամ ձեռքի թուլության ժամանակ գլխուեղ պետք լինի հետազոտել եւ պետք չլինի ձեռքը հենց հետազոտել։ Ոչ մի բան չկա նրա մեջ, որ դուք ուզում եք առանց ոչ մի բանի գալ ու MRT հետազոտություն անցնել, մանավանդ որ բոլորի մտքի մեջ MRT-ն այդ ինչ որ խորը հետազոտություն է, որ ձեր օրգանիզմում կատարվող ամեն ինչը ձեզ կասի, բայց եթե դուք ունեք կոնկրետ գանգատ, կոնկրետ ինչ որ մի տեղի ցավ, կոնկրետ ինչ որ անհանգստություն, ցանկալի է, որպեսզի դիմեք համապատասխան կլինիցիստին եւ ըստ կլինիցիստի ցուցման գաք, որպեսզի հետո ինչ որ հիասթափություններ չառաջանան, եթե մենք ձեզ ասենք, որ ձեզ բացի այս հետազոտությունից պետք է նաեւ այլ հետազոտություն, այլ հատվածի բժշկուի մերի, օրինակ դուք երբևիցե փոշմանել եք ձեր ընտրած մասնագիտության համար, գոհ եք ձեր մասնագիտությունից։ Չէ, ես իմ մասնագիտությունից շատ գոհ եմ, ես անում եմ այն ինչ ես սիրում եմ։ Ի սկզբանե չէի ուզում ընդունվել բժշկական համալսարան, այսինքն եթե ինձ լիներ ընտրություն, ես այն ժամանակ Օրինակ հիմա որ հենց հիմա որոշեիք կգնայիք նորից նույն ճանապարհով։ Ես կարծում եմ կգնայի նույն ճանապարհով, որտեվ ես MRT-ն շատ եմ սիրում ու իրոք ոգևորվում եմ, ոգեշնչվում եմ իմ մասնագիտությունից, այսինքն ամեն անգամ ինչ որ նոր դիագնոզ դնելուց կամ մարդուն օգնելուց կամ չգիտեմ, բուժման արդյունքի հետևանքով, երբ որ գալիս են կրկնակի MRT-ի տեսնում եմ, որ օրինակ մեր գործը մարդուն օգնություն է բերում, այսինքն օգտակար է, ես շատ եմ ուրախանում դրանից, ու իրականում երբ որ ինչ-որ նոր ստատյաներ եմ կարդում, նոր տեղեկատվություններ եմ ուսումնասիրում ինտերնետում, ես հասկանում եմ, որ ես ուզում եմ էլ ավելի խորանալ այս ամեն ինչի մեջ։ Իսկ օրինակ ամեն դեպքում կա չէ՞ ստերեոտիպը, որ ռադիոլոգի գործը շատ հեշտ գործ է ու հիմնականում ապարատն է ամեն ինչ անում, դու մարդը չի անում, ապարատն է անում։ Այդ շատ լավ է, որ այդ թեման բացեցիր, որովհետև իրականում այդ կարծրատիպ է ու մարդիկ գալիս են ասում են, ինչի դուք մենակ նկար չեք նայում, կամ օրինակ կլինիցիստը շատ ժամանակ, եթե ինքը չի աշխատում երկարատև ռադիոլոգի հետ, ասում է, բա ոնց դուք չեք կարող ասեք մի անգամից սա ինչ է։ Բոլորին թվում է, որ ամեն ինչը պարզ է լինում MRT-ով եւ MRT-ն դիագնոստիկա Ես այնպեսի մասնագիտություն էի ուզում, որ երբևիցե երեխաների հետ գործ չունենամ։ Հա, բայց արի ուտես, որ դու օրական քանի երեխայի հետ ես շփվում։ Ուզում եմ պատմես քո ու հիվանդներիդ կապի մասին, այսինքն ինչ կապեր են քո մոտ ստեղծվում, ինչ բարեկամական կապեր են ստեղծվում։ Ամենահետաքրքիր դեպքիդ մասին եմ ուզում պատմես, տատիկ-պապիկների հետ կապված հատկապես։ Չէ, ես շատ եմ սիրում իմ հիվանդներին, հիվանդ բառը չեմ սիրում։ Պացիենտներին։ Մարդկանց։ Ես չգիտեմ ինչից է, միշտ սիրում եմ իրանց հետ խոսալ, իրանց կյանքից եւ այլն։ Տատիկ պացիենտներին ես երբեմն ինքս եմ այդ պատասխանը իրանց տուն տանում, տես դեպքել է եղել։ Երեխաներին միշտ կոնֆետներ եմ առնում, թարակից մեջ ունենում։ Հա, իրականում շատ հաճելի։ Չէ, իրականում շատ լավ մասնագիտություն է ու եթե կան հիմա մեր հետևորդների մեջ ուսանողներ, ովքեր որ մտածում են ընտրեն այս մասնագիտությունը, թե չընտրեն, միանշանակ ընտրեք, շատ բավականին լի մասնագիտություն է, բազմակրաննի։ Բազմակրաննի ո՞նց է հայերեն։ Բազմակողմանի։ Հա, իրականում միշտ չգիտես ինչի ավելի մարդիկ մտածում են, որ ավելի նեղ մասնագիտությունը ավելի հետաքրքիր է, երբ որ կոնկրետ ինչ որ մի բանի մեջ ես խորանում, բայց օրինակ ինձ հետաքրքիր չի, մենք ամբողջ օրգանիզմի հետ ենք գործ ունենում։ Դու ամեն ինչից տեղյակ ես, էլի ոնց։ Ամեն ինչից տեղյակ ես ու երբեմն հենց ուղեղդ դրանով է թարմանում, որ խորացված ինչ որ չգիտեմ գլխի պաթոլոգիա ես նայում, հետո դա վերջացնում ես ու միացնում ես, չգիտեմ, սրունքթաթային հոտ ես նայում ու այդ լրիվ ոնց որ թարմանում ես այդ դրանով, որովհետև կարում ես
ալիքը փոխել, այսպես ասած։ Ինձ օրինակ շատ դուր է գալիս տարբեր բժիշկների, կլինիցիստների հետ շփումը, այսինքն դու մեկ կարած խոսած նյարդաբանի հետ, մեկ էլ ուռուցքաբանի հետ եւ ու բացի այն որ ծանոթություններս ձեռք ծանոթություններ ձեռք բերելուց բացի ոնց որ հիանաս իրականում իրանց աշխատանքով ու ինձ իմ մասնագիտության մեջ ամենաշատը դուր է գալիս այն պահը, որ նյարդաբանը կամ ցանկացած կլինիցիստ արդեն իսկ քեզ ճանաչելով, քո աշխատելու ոճը ճանաչելով, վստահում է քեզ եւ կարողանում եք դուք երկուսով ճիշտ դուրս բերել դիագնոզը այդ մարդու, որովհետեւ սա միակողմանի աշխատանք չէ, երկկողմանի աշխատանք է, եթե անգամ եռակողմ կարող է լինել, որովհետեւ համ պացիենտը, համ կլինիցիստը, համ ռադիոլոգը իրար հետ նստած դուրս են բերում մի բանաձև, որով դուք կարողանում եք հետագայում ել ավելի նպաստել մարդու well-being-ի համար, էլի, այսինքն well-being-ը, այսինքն լավ լինելը մարդու ավելի մոտեցնում եք։ Այն ինչ վերաբերվում է ուռուցքային հիվանդություններին, քեզ ավելի հեշտ է ուրգենտ ինչ-որ սիտուացիաներ նայել, այսինքն խոսքը գնում է ինչ-որ Ես շատ եմ ինսուլտների սիրում ուրգենտ սիտուացիաներ, չգիտեմ, երևի նրանից է, որ տենց է սկսվել մեր մասնագիտական ուղին, բայց ամեն դեպքում ինչ-որ հեշտի ու դժվարի հարց չկա։ Սիրելու հարց է, հա, երևի Սիրելու հարց է, հա, երևի սիրելու հարց է։ Ես ինքս սիրում եմ ուրգենտ վիճակներ։ Ես էլ եմ սիրում, բայց օրինակ ինձ ավելի դուր է գալիս, նույնի հետ համեմատականով նայենք, ինձ ավելի դուր է գալիս դիցուկ զբաղվել ուռուցքային հիվանդություններով եւ գնահատել պրոգրեսը, այսինքն այդ ուռուցքը ոնց վերափոխվեց դեղորայքի ֆոնի վրա։ Նու համել ասեմ, որ այդ օրինակ ես այդ պահը չեմ սիրում, երբ որ դու ինչ որ ուռուցքային հետազոտություն ես նայում, այդ շատ ժամանակատար է, պետքա, չգիտեմ, ստադիա որոշես, որի համար որ պետքա ասենց շատ մանրակրկիտ նայես։ Ես օրինակ այդքան այդ պահը չեմ սիրում։ Ու ասա հեշտ չի մեր մասնագիտությունը այդ տեսանկյունից, որովհետև փաստացի քո գրած պատասխանից կլինիցիստը կատարում է կամ էս կամ այն բուժումը, այսինքն դու պետք է հստակ ասես կամ այնա կամ էսա, որ մարդը հասկանա որ ուղղությամբ գնա։ Ու քո վրա փաստացի սաղ պատասխանատվությունն է մնում։ Ու երբեմն տենց այդքան երկար աշխատանք ունես անելու կոնկրետ այդ պացիենտի հետազոտության վրա, իսկ իրանք անընդհատ դրան հետևա ասում են իսկ կլի հիմա տակ պատասխանը, իսկ կլի հիմա տակ պատասխանը։ Սիրելի պացիենտներ, եթե մենք ձեր պատասխանը ուշացնում ենք, նու պարզ MRT կլինիկում տալիս ենք մեր պատասխանը։ Վաղը չեմ ուսորը։ Նու պարզ MRT կլինիկում մենք տալիս ենք պատասխանը 1-ից 2 աշխատանքային օրվա ընթացքում, բայց եթե դուք գալիս եք եւ ռադիոլոգի դուրն եք ընկնում եւ ասում եք բժիշկ ջան նոր անցապ հետազոտությունը Կարոք դուք մեր պատասխանը հիմա տակ, դա սխալ եւ ոչ օբյեկտիվ մոտեցում է, որովհետեւ պետքա ժամանակ նկարների ինտերպրետացիայի համար, ամեն ինչը մանրամասն նայելու, այսինքն շտապողականությունը ոչ ձեր, ոչ մեր կողմից է, ոչ մեկի շահերից չի բխում։ Մենք պետքա երկար նստենք, նայենք այդ հետազոտությունը եւ հասկանանք իրոք ինչ որ խնդիր կա թե չէ, եթե խնդիր կա, հստակ նկարագրենք այդ խնդիրը։ Նես չի որ բժիշկը թերանում է կամ նես չի որ բժիշկը ծուլանում է ձեր պատասխանը հենց այդ պահին տալ։ Ուղղակի պետք է ժամանակ, որ այդ ամեն ինչը ճիշտ վերծանվի, որ դուք ունենաք մաքսիմալ լավ արդյունք։ Ճիշտ եմ ասում։ Այո, ես օրինակ մեկ ջղայնանում եմ, ասում եմ հա կտամ ինձ հիմա, բայց ես էլ եմ պատասխանները շուտ համբերությունը դա միայն ձեր համար է արվում։ Այլ մեկ է խոսանք նրա մասին, որ եթե դուք առաջի անգամ չեք եկել MRT հետազոտության, այլ սա արդեն դուք որոշակի process-ի մեջ եք, ել չեմ ասում, արդեն ունեք որոշակի դիագնոզ, գիտեք ձեր դիագնոզը ու երբ որ դուք ունեք դիագնոզ, դուք չեք գալիս հերթական այլ մասնագետի մոտ MRT-ի, որպեսզի ձեզ ինչ-որ ուրիշ բան ասի, այլ գալիս եք նրա համար, որպեսզի գնահատենք, թե որոշ կոնկրետ ինտերվալային ժամանակում ոնց է դա փոխվում, դրա համար շատ կարևոր է, որ դուք ձեր հին հետազոտությունների սկավառակները բերեք, որպեսզի դրանց հետ աշխատենք։ Այսինքն դուք բերում եք ձեր նախորդ սկավառակները, մեզ անգամ գրած պատասխանը պետք չի, որ սկավառակը համեմատվի ներկայիս MRT հետազոտության հետ։ Դա արվում է ձեզ համար, ձեր բուժման ճիշտ տակտիկայի գնահատման համար եւ ձեր դիագնոզի ճշգրտության մենք լինում են, չէ՞, մարդիկ, որ ամբողջ կյանք ինչ-որ հիվանդություն ունեն ու բուժվում են ու գալիս են առանց ոչ մի բան բերելու, ասում են դե մի հատ էլ ասացինք դուք ինչ կասեք։ Մենք ձեզ նորություն չենք ասելու, այնպես որ պարտադիր նախ պահեք ձեր բոլոր հետազոտությունների սկավառակները ու ամեն անգամ բժշկի գնալուց նոր հետազոտության գնալուց պարտադիր ձեր հետ վերցրեք։ Երբեմն հենց
այդ հետազոտության իմաստը համեմատության մեջ է։ Ամեն դեպքում ուզում ենք ժողովրդին տեղեկացնել, թե ինչ է իրենից ներկայացնում MRT-ն, ոնց պատրաստվել, հետագայում խոսանք, թե ոնց պատրաստվել MRT-ի գալուն։ Ծանոթացնել որոշակիորեն մեր հետ, որովհետև մենք կարող է լինենք ձեր ապագա բժիշկները։ Եվ եթե ձեզ հետաքրքիր էր, կարող եք բաժանորդագրվել ալիքին MRT կլինիկի էջերին։ MRT կլինիկի էջերին, այո։ Ամեն դեպքում սա ուղղակի ծանոթություն էր մեր հետ եւ հետագայում մենք կունենանք տարբեր հյուրեր։ Իրանք կարող են լինել բժիշկներ, ոչ բժիշկներ, կքննարկենք տարբեր թեմաներ։ MRT-ի արդիականությունը։ Կարծում եմ, որ լիքը հետաքրքիր հարցեր կլինեն, որովհետև MRT-ն ինքնին շատ հետաքրքիր հետազոտություն է ու կարծում եմ մարդիկ որ նայեն տարբեր հարցեր կառաջանան, այնպես որ դեռ Մենք բաց ենք հարցերի առաջ, եթե դուք ցանկացած ձեզ հետաքրքրող հարց դուք կարող եք ուղղել մեզ եւ մնացած հաղորդումների ընթացքում մենք ավելի շատ կբացահայտենք MRT-ի կարևորությունը դիագնոստիկայի ոլորտում կամ ուղղակի եթե ուզում եք հետազոտվել, եթե ուզում եք հասկանալ ձեր օրգանիզմում ինչ է կատարվում, ձեր օրգան համակարգերը ինչ վիճակում են, եթե ինչ-որ հարցեր ունեք, թե որտեղից սկսել, ինչ անել, այդ ամեն ինչը պարտադիր գրեք, մենք այդ բոլոր հարցերին կպատասխանենք, ձեզ կօգնենք, որպեսզի դուք ճիշտ հետազոտվեք, ճիշտ որոշեք թե ինչ հետազոտություն է ձեզ պետք, թեկուզ եւ հենց MRT-ն ինչպես կազմակերպել, կոնկրետ ինչ հատվածի MRT անել, այդ բոլոր հարցերով անպայման գրեք, մենք հետագա մեր ոդքասթների ժամանակ անպայման այդ բոլոր հարցերին կանրադառնանք նաև մենք ունենալու ենք թիրախային մասնագետներ, կլինիցիստներ, իրանց հետ կքննարկենք այդ ամեն ինչը եւ մաքսիմալ կփորձենք օգնել ձեզ։ Շատ լավ է, որ մենք ոդքասթ ունենք ու հետագայում ձեր մեկնաբանություններում էլ կգրեք, թե ինչից եք ուզում խոսենք, ու իհարկե MRT-ի եւ հետազոտման վերաբերյալ, կամ կարող եք մեզ խորհուրդներ տալ ոնց վարել ոդքասթը, ինչը ձեզ ավելի հետաքրքիր։ Այո, հասկանանք ինչ հատվածի MRT-ները ձեզ պետք է MRT կլինիկում, մեզ հիշեք, մենք կլինենք ձեր ապագա MRT-ի բժիշկները։ Եվ չմոռանանք, որ MRT ոդքասթը իրականանում է շնորհիվ MRT կլինիկի, ասա։ MRT կլինիկը MRT ոդքասթի գլխավոր գործընկերն է։ Շնորհակալություն MRT կլինիկին։ Ամեն դեպքում ես շատ գոհ եմ, որ քո հետ եմ շարունակում իմ մասնագիտական աշխատանքը։ Նմանապես Այնտեղ մի երկու հատ кейս ունենք քննարկելու գնանք։